Հոգևորականների դեմ այսօրվա գործողությունների վերաբերյալ մայրաթոռի գնահատականը միանշանակ է, կատարվածը եկեղեցու դեմ ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանի սկսած արշավի մի մասն է։ Մարգույր պիտի լինել չհասկանալու համար, որ այդ արշավի մի տեսակ նաև շրջանակներում էս ամեն ինչ որ տեղի ունի։ Կհաջողեն իշխանությունները Նիկոլ Փաշինյանը։ Ինչ առումով կհաջողեն։ Իրեն ասում են գնանք Վեհարանը ազատենք վեհափառից։ Իհարկե ոչ, իսկ թե ինչ ընթացք ստանա այս վարույթները, որ այսպես տեղի են ունենում, կապեն կտեսնենք։ Ինչու կրկին ակտիվացավ հոգևորականների դեմ արշավը, արդյոք սա պայմանավորված է էջմիածնում մեկ ամսից կայանալիք ընտրությունների հետ։ Ակնհայտ է, որ իշխանություններին այսօր օդու ջրի պես անհրաժեշտ է հաղթել վաղարշաբաթ համայնքի ընտրություններում։ Հաջորդ տարվա համապետական ընտրություններից առաջ սա Փաշինյանի իշխանության վերջին ստուգարքն է։ Եթե այստեղ կրկնվի Գյումրու եւ Փարաքարի սցենարը, դա ուղերձ կլինի հանրությանը, որ իշխանությունը սկսում է զիջել դիրքերը։ Էջմիածնի քաղաքացիները նույնպես կարծում են, որ հոգևորականների դեմ այսօրվա գործողությունները Փաշինյանի Վեհարանը գրավելու նպատակի եւ նախընտրական պատրաստությունների շրջանակում է։ Հայտարարություն էլ ես տեղյակ եմ։ Հայտարարություն։ Դա ուղղված է եկեղեցու դեմ, ոչ թե կոնկրետ մարդկանց դեմ, ում որ ձերբակալում են կամ նեղում են։ Դա ուղղված է ազգի դեմ, այսպես ասեմ։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հոգևոր հավաք է, այսպես իր ձևակերպամբ հոգևոր հավաք, որ գան եւ Վեհարանը ազատեն կաթողիկոսից։ Չեն կարող դա անել Էջմիածնում, որովհետև վարշապատի կամ Էջմիածնի բնակչությունը երբեք չի սատարի նման գործելակերպը, նման հավաքները, վստահ եմ։ Ոնց կարելի է նման արարքին ինչ-որ դրական կողմով վերաբերվել։ Երկու հոգևոր անձնավորություններին արդեն փակել են, դա էլ շարունակական է, ես չգիտեմ, դա չպիտի շարունակվի։ Ես դատապարտում եմ դա։ Միանակ օրինակ այդ հոգևոր հավաքին եկեղեցին, որ ազատեն Ես մտածում եմ ժողովրդի կողմից, Նիկոլ Փաշինյանի կողմից ոնց կարող եմ ես դրան մասնակցել։ Եթե ես մեր հոգևոր կենտրոնի բնակիչն եմ, հավատում եմ, հավատք ունեմ, ես ոնց կարամ գնամ հոգևորականին բռնելու կամ դատելու կամ ինչ-որ արարքի հետևից։ Թուրքական ազդեցության տակ են սրանք։ Ուզում եմ, որ վերացնեն կրոնը, Հայաստանը կողեն թուրքական ազդեցության տակ, որ իրանց ուզած մարդկանց բերեն դնեն։ Նիկոլ Փաշինյանը այսպես ասած հոգևոր հավաք է հրավիրում, ասում է գանք Վեհարանը ազատենք կաթողիկոսից։ Չեն կարա, ժողովուրդը իրանց կուտի, ու լավ չի վերջանա, ես արդեն մի ամիսա, երկու ամիսա ընկած են եկեղեցի ու հոգևորականների հետևից, որտև իրանք ազգադավ ղեկավարություն են, չեն ուզում, որ Հայաստանը, իրանք եկել են հատուկ Հայաստանը քանդելու համար, որ Հայաստանը գցեն Թուրքի ազդեցության տակ, թուրքական ազդեցության տակ, որոշ, ասենք, մի 3-4 տարի հետո, որ սա խարտագաղթեն մնա մի 800,000, մի միլիոն մարդ, որ այդքանով մնացածը թուրքերը գան լծվեն, ալնի թուրքական վիլա հետ, ընգնի թուրքական կառավարության ազդեցության տակ, իրանք էլ որպես նահանգապետ կամ բան, վիլայեթի, որպես վիլայեթի պետ, նահանգապետ, մնան, սենց էլ իրանց համար լավ է։ Եկեղեցու հանդեպ սխալ է, ինչ ասեմ։ Ինչ իրավունք ունի, խղճ հոգևորականը ինչ արել, ինչ պետք է անի պետության դեմ, որ դուրս են եկել, որ բանտարկել են։ Դաժե լսել եմ, որ բանը Նիկոլը ուզում է գործազուրկ անել, կաթողիկոսին, բայց ինչ իրավունք ունի, կաթողիկոսին իրավունք ունեն նշանակեն հոգևորականները, իրավունք ունեն ազատեն հոգևորականները, պետությունը ինչ կապ ունի դրա հետ։ Ասում է հոգևոր հավաք հրավիրեմ, գնանք Վեհարանը ազատենք։ Դուք չեք միանա այդ հավաքի։ Չէ, ինչ հավաք, այդպես բան, ես կյանքում այդպես բան չեմ անի։ Որտեւ հոգևորականները դա սրբություն են մեզ համար։ Պարոն Փաշինյան, պետք չէ եկեղեցու հետ ընկնել։ Եկեղեցին սրբություն է։ Նրանց հետ պետք չէ, նրանք ինչ բան, երբեք նրանք մեր ազգին վնաս չեն տա։
հոգևորականները երբեք մեր ազգին վնաս չեն տա։ Երբ Փաշինյան պետք է զբաղվեք պետական գործով, հոգևորականները եւ նա ղեկավարին Պատրիկոսին պետք է հանգիստ թողնել։ Ես Քրիստոսին հավատացող անձ եմ։ Ես ինքս լուրերը նայել եմ ժամի 3-ից կեսի, լացել եմ ու դուրս եմ եկել։ Աստված ների մեր մեղքերը մեզ ողորմա։ Ես ոչ մի բան չեմ կարող ասեմ, ոչ էլ կարող եմ մեկին քննադատել։ Որ մենք քրիստոնյայինք ունենք բարձր եկեղեցու հետ լինենք, ո՞վ է դիտում։ Կարող է տանք Ադրբեջանի հետ կամ Թուրքիայի հետ։ Նիկոլ Փաշինյանը ասում է հավաք հրավիրեմ, հոգևոր հավաք Էջմիածնի կենտրոնում գնանք Վեհարանը ազատենք։ Ուրա հավաքումը չի գալու։ Փաշինյանին կմիանա։ Չէ, մեր հոգևորականները դրանց հետ կողքություն են, եւ առանցի պետությունը։ Բերման ենթարկվեցին հոգևորականներ։ Հանր առման դուք ինչպես եք գնահատում եկեղեցու հոգևորականների դեմ այս գրող արշավը։ Այսօր ա եղել է դեպքը։ Մենք շատ վատ ենք վերաբերվում այդ երևույթին։ Դեմ ենք։ Դա մեր քրիստոնեությունն է։ Դեմ ենք Փաշինյանի արածին։ Չգիտեմ ինչ ասեմ։ Փաշինյանը նաև ասել է, որ հոգևոր հավաք է պատրաստում անցկացնել Էջմիածնում գնալու Վեհարանը ազատելու կաթողիկոսից։ Ինքն է նստելու տեղը։ Հա, ինքն է կաթողիկոս դառնալու։ Հա, հետաքրքիր է։ Թող ելույթ ունենա, ասի ինչու է այդպես վարվում։ Փաշազադեի ասածն անում, թե Ալիևի, թե Էրդողանի։ Մի անգամ ես լուսանկար տեսա Էրդողանը ինքը, մեկ էլ մի հատ արքեպիսկոպոս կամ էլ այդ Ստամբուլի թեմի առաջնորդներ։ Դրան է բերելու։ Ես չեմ հասկանում իրեն։ Ավելի լավ է ինքը հրաժարական տա, քան թե քրիստոնեություն արհամարի։ Սաղմոսներ ակարդում, չգիտեմ ինչեր անում, որտեղ է ինքը քրիստոնյա։ Ինքը ոչ ազգ ունի, ոչ էլ կրոն։ Այսքան բան կասեմ։ Դուք կապում եք այս գործընթացները մեկ ամսից վաղաշաբաթում տեղի ունեցող ընտրությունների հետ։ Այդ եկեղեցու վրա հարձակվելը դրա հետ կապ չունի, ինքը վաղուց է սկսել քրիստոնեությունը հալածելու։ Այս փուլում ակտիվացումը, օրինակ քաղաքացիներ կան, որ ասում են կարծիքներ կան, ասում են օղակ էսպես սեղմում է ճնշումները արդեն ցույց տալու, որ Ինչ իր կարծիքով մենք պետքա չընտրենք այն մարդուն ում է ուզում ենք։ Ես մի անգամ ասել եմ, հիմա էլ եմ ասում։ Ես այդ երկու տեխնացուներին լավ ճանաչում եմ, բայց ընտրելու եմ Սևակ Խաչատրյանին, ոչ Արգիշտի։ Հա, նրան չեմ ընտրելու։ զուտ որ ԿՊ-ից է դրան։ Ոչ։ Ինքը իր հարցի պատասխաններում համացանցում հարցին ինչու ձեր հոր այդ հերոսությունները բան չգնահատում ու կանգնել եք Փաշինյանի կողքին, ինքը շատ մանրամասը բացատրեց, բայց դա չբավարարեց։ Ես երբեք նման բան չէի անի։ Կանգնեի հորս կողքին։ Ճիշտ եմ ասում։ Դուք ինչպես կմեկնաբանեք այդ Ես այստեղից չեմ։ Ինքը արցախցի է։ Այ գիտեք ինչ վիճակում են իրենք։ Տուն, տեղ, ամեն ինչ թողել են իրանց հայրենիքը, իրանց հողը։ Այստեղ իրանք չեն ապրում, այստեղ ուղղակի գոյատևում են։ Փոխանակ այդ հարցը վեր բարձրացնի, հասել է քրիստոնեությանը։ Ինձ թվում է, որ Գարեգին երկրորդը Շվեյցարիայում էր, չէ՞։ Ժողովին, որ առաջարկեց Արցախի հարցը բարձրացրեց, որ պետք է վերադառնան իրենց հայրենիքը արցախցիները։ Ինձ թվում է դրանից հետո սկսեց։ Հենց այդ ժամանակ Փաշազադեն խոսեց, ասեց ռևանշիստ են քրիստոնյա հոգևորականները։ Իսկ ինքն էլ ծրագիր իրականացնում է։ Պետք է ոտքի ելնել։ Մենակ հարցազրույցներով ոչինչ չէ կարող անել։ Պետք է համախմբել հայ ժողովրդին։ Այդքան բան։ Ինչ եք կարծում, եթե այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանը գնա այդ իր ասածին, հա, եւ հոգեվոր իր ասածով հոգեվոր հավաք հրավիրի Վեհարանը ազատելու կաթողիկոսից, մարդիկ կհավաքվեն եւ հակառակով։ Բայց եկեղեցին օրենսդրություն ունի, ինքը դրա վրա չի կարող ազդել, ինքը իրավունք չունի։ Ինքը իրավունք չունի։ Եկեղեցու օրենքները տնօրինելու, ոնց որ հիմա մեր օրենքներն է տնօրինում այնպես, ինչպես իր սիրտն է ուզում։
Այսքան բան։